Շատ կարևոր օր է իմ համար, ես երևի առաջի անգամ չէ որ մասնակցում եմ մայիսի 1-յան նման միջոցառումներին, ոչ միայն մեր քաջանի հետ կապված, այլ մնացած տեղերում էլ այդ աշխատավորների հետ իրավունքները մի քիչ անտեսվում են։ Չգիտեմ, պետք է փորձենք ավելի շատ կենտրոնանանք այդ խնդրի վրա, որովհետև եթե չլինի նորմալ աշխատավոր, ինքը իրան լավ չզգա, մեր տնտեսությունն էլ չի զարգանա, դա շատ կարևոր է։ Օրենսդրական փոփոխությունները կարիք կա, բայց նաև կիրառել է, այսինքն հենց այդ գործադիրը, որը աշխատում է, ինքն էլ իր պարտականությունները ճիշտ չի, լավ չի կատարում, դրա համար էլ լավոր է օրենք, որովհետև բոլոր օրենքները, որոնք կան հիմա գրված, եթե նույնիսկ դրան կատարվեն պատշաճի, նորմալ կարող է լինի։ Ես հենց իմ քաջանի օրինակով դա վառ տեսել եմ, որ մինչև առեսօր այդ նույն խնդիրները, ինչ որ մենք բարձրաձայնեցինք, տենց է չլուծվեց, իսկ մեզ հեռացնելու պատճառը իմ համար շատ պարզ էր, որովհետև ես իրանց խանգարում էի, ես այնպիսի էլեմենտ եմ, որ կարողանում եմ ձեն բարձրացնեմ, խոսամ, իմ համար ամենակարևորը մարդու այդ իրավունքներն, այսինքն մարդը պետք է նորմալ միջավայրում աշխատի, ու այդ հարցը չի լուծվել։ Գումար մի քիչ բարձրացրեցին, որ այդ մարդկանց ձենը չհելնի, մի քիչ դժգոհություն իջնի, բայց էլի այն կարևոր խնդիրները չլուծեցին, ու իմ Վահեին ու էլի մնաց ընկերներին հեռացեցին համար, որպեսզի մենք չշարունակենք այդ բարձրաձայնելը, ասել, բայց դրանով իրանք ավելի վատություն արեցին իրանց, որտեղ ես իմ ավելի ազատ ժամանակ ունեմ, որ զբաղվեմ դրանով։ Մենք ապահովագրական կազմակերպության միջոցով պայքարում ենք հետևանքների դեմ, բայց ընդհանուր առմամբ պետք է լինեն կանխարգելիչ միջոցառումներ։ Մենք պետք չի սպասենք, էլի, որ մարդիկ հիվանդանան, այդ չլուծված խնդիրների պատճառով հիվանդություններ ձեռք բերեն եւ նոր վերջում արդեն հետևանքի հետ սկսենք պայքարել։ Ընդհանուր առմամբ ռազմավարությունը պետք է այդպեսին լինի եւ նա նաեւ մեր պահանջներից մեկն էր։ Միայն հատվել կա, այդ փորձենք ամեներքում, 1, 2, 3, արգել է պակնած։ Քաղաքն է սպասարկում ԶՊՄԿ-ին, թե ԶՊՄԿ-ն, իհարկե քաղաքը սպասարկում է ԶՊՄԿ-ին։ Կարճ իմ պատկերացմամբ հանրակացարան է ԶՊՄԿ-ի շուրջ, որ մարդիկ սպասարկեն, աշխատացնեն այդ ԱՌԼ-ի այդ հսկա գործարանը, պահեն մեր Հայաստանի տնտեսությունը, բայց մարդկանց մոռանում են։ Ստենց այդ աշխատացնող մարդկանց, մեր մնացած Հայաստանի բնակչությունը կառավարության հետ միասին մոռանում են, որտեղ մարդիկ ինչ-որ շուտ է մահանում այդ մարդը, ինչ-որ շուտ խնդիրներ ունի առողջական։ Այդ ամեն ինչը մոռացվում է։ Հիշում են բարձր աշխատավարձները, որը ես չգիտեմ ինչ իրավունքով է ԶՊՄԿ-ն նշել այդ գործադուլի ժամանակ, որ աշխատավորները ինչ-որ բարձր աշխատավարձ է ստանում, որպեսզի մնացած Հայաստանում հասարակության մոտ առաջան 100 բայնա լավ փող են ստանում, բայց լավ փող ստանում մեր առողջության հաշվին։ Մենք շուտ ենք մեռնում, շատ կներեք sense ասած։ Հիմա գնալու ենք այնտեղ, բուն գործադուլի վայրը, հետո բարձրանալու ենք գյուղ քաջարանը, որը որ հանքը արդեն հասել է գյուղին եւ շուտով արդեն կմտնի գյուղ քաջանի տարածք։ Գործադուլի ժամանակ հենց հավաքվելու վայրը հենց այս հատվածն էր որոշվել, որ պետք է այստեղ հավաքվենք ամեն օր, որովհետև այստեղ են հենց գտնվում հենց այն հիմնական արտադրամասերը, որտեղ որ խոսում ենք անմարդկային աշխատանքային պայմանների վերաբերյալ, բնականաբար այս կողմում ՀՋՏ-ն է, նա էլ արդեն հարստացուցիչ ֆաբրիկան է եւ մուտքերը այս կողմից է, էլի։ Ստեղի մուտքն էլ այս կողմից է, այսինքն
Այս հատվածում էր ամենաշատ։ Խաչմերուկն է դառնում որ այդ ամբողջ, այսինքն հաբաց հանքնա, դրաբիլկան, հջտան ու սա խաչմերուկներ ու ամենահարմար տարածքը, այսինքն սա ԶՊՄԿ-ի տարածքին չի պատկանում, մենք կոպիտ ասած իրանց տարածքում չենք անում, բայց դրանով խոչընդոտել ենք, հա, նաև դառնում խոչընդոտել իրաց աշխատանք չեն կարողացել աշխատել։ Գործընթացը միանգամայն բաց էր, բոլոր տեղերը ԶՊՄԿ-ի տեսախցիկներն է, էլի, նաև ձայնագրվող տեսախցիկներն է, մենք էլ թաքցնելու բան չունենք, մեր արդարացի պահանջն ենք բանանում, հենց իրանց կարելի ասել քթի տակ։ Ստեղ խարույկներ էր, մարդիկ արդեն փեչեր են դրել, վառարանի փայտեր, նույնիսկ ստեղ վրաններ կային խփած, որպեսզի այս ամեն ինչը, հա, տենց կարողանանք դիմանանք վատ եղանակային պայմաններին, էլի, որովհետև այդ օրերին մինչև -22 իջնում էր ջերմաստիճանը։ Տենց իրավապահ համակարգի ներկայացուցիչները կան, ներքին զորքերը, բերետները, ԱԱԾ աշխատողները, այստեղ սամավարներ էր, իրար հետ թեյախմություն ենք անում, մտքեր ենք փոխանակում նաև իրավապահ համակարգի տղաների հետ, բոլորն նույնիսկ կանգնած վիճակում հասկանում են, որ մեր պահանջը արդարացի է եւ հասկանում են, որ այստեղ իրանք անելիք չունեն, էլի։ Գնացինք։ Ուրեմն հիմա մենք գտնվում ենք Քաջարանց գյուղում, որի անվան հետ էլ եւ ծագել է Քաջարան քաղաքի անունը, ամենահին գյուղերից մեկն է, լեգենդար գյուղն է։ Եվ հետևի ֆոնին տեսնում ենք, թե հանքը որքան է մոտիկացել գյուղին եւ շուտով, շատ շուտով երևի թե այս գյուղը արդեն կավարտի իր պատմական ընթացքը եւ այստեղ արդեն հարց է առաջանում, թե մենք ինչ ենք տալիս եւ ինչ ենք վերցնում։ Իհարկե միանշանակ, որ ասում եմ ոչ ոք դից չի, որ կտրականապես դեմ է հանքարդյունաբերությանը, բայց դե մենք հասկանանք, թե ստացած դիվիդենդը ինչի վրա է ծախսվում, էլի, այսինքն մենք ուզում ենք գերշահույթ ստանանք մարդկային կյանքերի հաշվին, թե մենք ուզում ենք այդ ստացած շահույթը դնենք եւ հզորացնենք մեր երկիրը, մեր պետությունը եւ ինչի մասին ենք դնում։ Տնօրինությունը ԶՊՄԿ-ի պարբերաբար նշում է, որ լուրջ ներդրումներ անում, տեխնիկապես զինումը, արտադրական հզորություններն է մեծացնում, բայց դրանից ոնց որ թե հենց տեղի բնակչության կյանքը չի փոխվում, ավելի շուտ փոխվում է դեպի վատը։ Ստե ժամանակին այն կողմի վրա, որ բենակ էլի, այնտե սարը կերել են արդեն, ես ասում եմ կերան այդ սարը հումքի համար։ Այդ սարը որոշակի չափով պահում էր փոշին, որ գնա քաղաք։ Առաջ չէին թողել այդ սարը քանդեն։ Հիմա այդ սարը որ չկա, ամբողջ փոշին, որ ստե ամենօրյա ռեժիմով պայթեցումներ է կատարվում, այդ ամբողջ փոշին նստում է թե գյուղի վրա եւ թե մեր քաղաքի վրա։ Լվացքը փռելուց մի ժամ հետո դու պետք է լվացքը նորից անես, էլի, այսինքն կամ փոշի է նստում, որը հավորա, կամ խաղահարապարակները լավ սարքել են, բայց այդ խաղահարապարակները մնաց փոշի է, որ երեխեն չէ ուզում այնտեղ խաղա։ Այդ վիճակն է։ Ինչ որ փոշու դեմ բաներ են բերես։ Մի տարվա ընթացքում սենց կրակում են օդ փոշին իջցնելու համար, մի քիչ ներքև որ իջնեն կտենանք, որ այն մետալլոմի գերեզմանոցում այդ գցած այդ սարքերը։ Այսինքն հենց այս ձևի համար բերել են, որ տեսեք մենք ուզում ենք այդ ուղղությամբ աշխատենք, բայց մի տարի չանցած արդեն այդ հանքի բան գերեզմանոցում գցած է։ Այդ մետալլոմի գերեզմանոցում է։ Այդ իրանց Եթե մենք ուզում ենք եւ ընտրել ենք հանքարդյունաբերությունը որպես մեր տնտեսության հիմնական ճյուղ, ինձ թվում է հանքարդյունաբերությունը պետքա լինի սոցիալապես պատասխանատու եւ լինի համաշխարհային, որ ասում ամենալավ ստանդարտներին համապատասխան, որպեսզի մենք կարողանանք այդ բալանսը պահենք, թե չէ այն ձևը, որ հիմա է շահագործվում, բնականաբար շահագործվում է գերշահույթ ստանալու համար եւ արտադրական ծավալները մեծացնելով։ Հարցածակում կներես, ինչի են միջև հիմա բերում ստե գերեզմանոցում մարդկանց թաղում, եթե պետք է գյուղը
տեղափոխեն, ասենց գալիս այդ ցեպոչկան լոգիչիսկի, երբ բերում ստե թաղում այդ մարդկանց։ Ես դրա դեմ չեմ, էլի ես ուղղակի այդ լոգիկան չեմ հասկանում։ Եթե իրանք տենց նախատեսում են կան գյուղը վերցնեն, վերակառուցում են, չգիտեմ, եկեղեցին, ներդրումներ են անում, ճանապարհ են սարքում, բայց իտոգում մենք գիտենք, որ այս գյուղի վրա իրանք աշկը դրել են, ուզում են այս գյուղն է վերցնեն։ Մարդկանց առաջարկներ են անում տները ծախելու, արդեն մանրից իրանք այդ հողն են շոշափում, որ մարդկանցից վերցնեն։ Ես իհարկե գիտեմ մարդկանց, որ կտրականապես դեմ են, այսինքն ինչքան էլ առաջարկեն, իրանք չեն ծախի անց տունը, կմնան ստե, բայց դե ինչքան իրանք կարող պայքարեն, էդ էլ է հարցնել, որտեվ այս հսկայի դեմը մենք մեր պայքարով տեսանք, որ շատ դժվար է։ Մենք արդար հելանք պայքարի, մեր դեմ ինչ ասես չեն սարքե, ինչ ասես որ չեն սարքե մեզ, Ադրբեջանից սկսած միջև ուր ասել կպցրին մեզ, ու հիմա մենք հələ իրանց հետ պայքարում ենք դատարաններում։ Այսինքն մեր դեմ հայցեր են ներկայացրել, չգիտեմ 5 միլիարդ, 6 միլիարդի, դե ես իմ աշխատող հալովս ուրդուց այդքան փոխպրիտամ ես չեմ պատկերացնում։ Ու բացի դրանից էդի հա միգուցե աբսուրդ է, չէ՞, աբսուրդ է ինքը վրոջի, բայց իմ համար հիմա կալանք են դրել իմ գույքի վրա։ Ես չէ, իմ ընկերս ուզում է իր տունը ծախի, հիմա խնդրի առաջ է կանգնել, այդ իրանց այդ քայլից հետո։ Այսինքն իրանք արդեն մեր կյանք ուզում են դժվարացնեն։ Ու կարելի ասել, դա նրա համար է արվում, որ մնացած մարդիկ վախենան խոսեն հետո։ Հետագայում իրանք տեսնան մեր ճակատագիրը ու էլ երբեք չկարողանան խոսան, այսինքն այդ բողոքի ձեն էլ չելնի։ Էսի իրանք ուզում են այդ հարցը մանձևով փակեն, այսինքն սաղ այդ ծանրությունը մեր վրա թողեն, որ մնացած մարդիկ հասարակությունը տեսնա ինչ է կատարվել մեր հետ, որ էլ վախենան խոսան։ Բայց ես հույս ունեմ, ես ոչ հույս չունեմ, ես վստահ եմ, որ մենք հաղթող ենք դուրս գալու այս պայքարից ու մարդիկ կարող են միշտ խոսան։ Հենց աբսուրդը կայանում է նրանով, որ ապրելով իրավական եւ սոցիալական պետությունում, փաստորեն խնդիր բարձրաձայնելով քեզ համար լիքը խնդիրներ է ստեղծում, բայց դե պայքարի ուղի է, ոչ մեկ պետքա չվախենա դժվարություններից։ Այդ ճամբարերները 20 տարի է որ փակել են, իմ համար շատ ցավոտ թեմա է էսի, որտեվ էլ եմ ասում, մանկության լավ հուշեր կային, մենք ստե ոսոնց խառնում ենք տարբեր համայնքներով, Կապանից, Քաջանից երեխեքով հավաքվում ենք, արդեն իրար ճանաչել, ինքնուրույն ապրել այդ երեխու համար շատ կարևոր բաներ է, այսինքն որ իմ կարծիքով դրանից էլ զրկվում մեր երեխեքը, հիմա մեր ճամբարները դպրոցներում, այսինքն թե ոնց են ճամբար անվանում, ես չգիտեմ։ Ում մեղ գնաց ԶՊՄԿ-ի ղեկավարության, որոնք ինձ էս անցած տարի նոյեմբերին ես այդ հարցերը հանրային քննարկման ժամանակ բարձրացրեցի, ինձ խոսք տվեցին, Տիկնո ջանունը չեմ հիշում, ազգանունը կարամ հիշում Ղազաներ, կոնկրետ խոսք տվեց, որ 25 թվականին ինչ-որ գործերը սկսելու են, ավարտեն, հասցնեն, ճամբարը վերադարձնեն երեխեքին, բայց ոնց հասկանում եմ, ոչ մի գործ էլ չի գնում, ստե մենակ իրանց պրոֆիլակտորիա կոչվածն է, այսինքն որտեղ ղեկավարությունն է նստում, որը իմ կարծիքով լավ էլ սարքած տեղ կլինի։ Այսինքն իրանք իրանց համար հարմարությունը ստեղծել են ու երևի թե չեն ուզում որ աղմուկ կլինի կողքերքը, այսինքն ճամբարը չլինի, երեխեքը իրանց չխանգարեն, որ իրանք իրանց հանգիստից բնության մեջ վայելեն։ Դա իմ կարծիքով չգիտեմ ինչքանով է դա ճիշտ։ Կարճ ասած, մեծ հույս ունեմ, որ մի օր էս ճամբարը կգործածվի, իմ փոքր երեխա մեծանալուց կհասնես ճամբարը վայելի, այս որտեղ կար այս Գանձասար ճամբարը կվայելենք մենք մի օր իմ երեխես։ Ոչ թե վիրավորվում, բայց իմ համար է զարմանալի, էլի օտար մարմին ասում են, այն մարդուն, ով արդեն 3-րդ հարյուրամյակը իր տոմը ստե է ապրում, այսինքն իմ տոմածառով ես բնիկ հենց ստեից եմ։ Այս հանքը որտեղ կա գյուղ կար հանքավաններ, կողքը ողջի գյուղն է, որտեղ իմ ապուպապերն են ապրել, այսինքն ես 3-րդ հարյուրամյակը ստե եմ։ Ես հենց պատահական չեմ ինձ համարում ստեի տերը։ Ես իրոք ստեի տերն եմ, բառի բուն իմաստից։ Մեր հայրական տներն էլ, որ հիմա սենց նայենք, այն ամենավերևի անգարները որ կա, այնտեղ նախկինում եղել է հանքավանը, որը որ բնականաբար հանքի ընդլայնման հետ մնացել է արդեն հանքի տակ էլի, ընդդեից ոչ մի արդեն կառույց չկա։ Մեր պապական տներն էլ հետ է։ Ես դա հենց նույնիսկ չեմ ասում, ստեի տերը ես եմ։ Նու կոնկրետ մենակ շավարշը չէ, մենք ստե ապրողները, ստե բնիկով ապրել է, մենք ենք ստեի տերը։ Ու մենք իհարկե պետք է փայ ունենանք այդ ինչ-որ իրանք շահույթներ են ստեից վերցնում։ Դա շատ տրամաբանական է, որտեվ այս պատերազմը լինի, ինչ էլ չլինի, ստեի համար մեռնողն եմ ես, կռվողն եմ ես, ու ամեն ինչ անող աշխատողն եմ ես։
անցավ երևի թե սենց, հա, դատապաշտպանների հետ քննարկելու ընթացքում եղավ մեր այդ ժամանակ ահագին դատապաշտպաններ զանգում էին, օժանդակություն էին առաջարկում, հա, հիմունքներով ձրի, լրիվ։ Իրանց մոտից առաջացավ, որովհետև արդեն ԶՊՄԿ-ի ղեկավարությունը շեշտում է, որ դա սաբոտաժ է, որոշակի քանակով մարդիկ են արել, հա, 70 հոգի էին ասում են սկզբնական ժամանակները։ Այդ ընտրությունում կուզեցինք ապացուցենք, որ այդ գործադուլին սատարում է գրեթե ողջ բանվորական անձնակազմը, հա, հատուկենտ մարդ կարող է չսատարի։ Երևի ամսի 3-ին կազմակերպեցինք, հա, ճիշտ եմ հիշում։ Ամսի 3-ին կազմակերպեցինք, 4-ին ավարտանք, հենց տեղը ստեր, մի տեղը ստեինք դրա այդ արկղը, մյուսը այդ գործադուլի, որտեղ գործադուլն էր անցկացվում։ Ամսի 3-ին ու ամսի 4-ի դրությամբ 2 օրվա ընթացքում 2448 հոգի կողմ քվեարկեցին այդ գործադուլին։ Դե մի 10 հոգի անվավեր ճանաչվեց կամ մեկուսներ ոչ էին, հա, ասել դեմ էին։ Իսկ ինչ եմ ուզում ասեմ, այս բանվորության 70%-ը կողմ քվեարկեց։ Մենք դրանով ապացուցեցինք, որ դա ոչ սաբոտաժ չէ, ինչպես իրանք են ասում։ Մենք դա լավ գիտենք, ուղղակի մեզ դա պետք է որպեսզի հանրությանն էլ ցույց տանք, որ գիտեք, սա լայն միայն բանվորության սատարումն է ստե։ Ուրիշ մարդ չկա օտար մարդիկ, էլ չեմ ասում այդ բանվորների ընտանիքները, որոնք սատարում էին, անդադ միտինգների են գալիս։ Չգիտեմ, այդ իմ կարծիքով սա ժողովրդավարության հենց բուն դրսևորումը, հա, որ նման բան մենք կարողացան կազմակերպել։ Այդ ժողովրդավարության պահովել ինչ եմ ուզում ասեմ, որ խոսքի նույն 21 թվականին այս Քաջարան քաղաքում ես անձամբ իմ անվտանգությունը զոհաբերեցի, անձնական անվտանգությունս, որովհետև Քաջարանը, չգիտեմ դուք գիտեք թե չէ, միակ քաղաքներից է, որտեղ հաղթել է Հայաստան դաշինքը։ Էսի միակ քաղաքն է, որտեղ Հայաստան դաշինքը հաղթել է, դա դրա համար պետք է որ արդեն հասկանալի ինչ մթնոլորտ է ստետիրում ու ինչպես էին ազդում մարդկանց վրա իրանց այդ մեթոդներով, այդ Հայաստան դաշինքը մենք լավ գիտենք, նախկինում ոնց էին աշխատում, նույն էլ 21 թվականներ, ես իրանց դեմ եմ դուրս եկել, ինչ եմ ուզում դրանով ասեմ։ Ես իմ անձնական անվտանգությունը զոհաբերելով 4 տարի հետո հասա նրան, որ նույն ձև մեխանիզմ կիրառում է այս իշխանությունը։ Այսինքն ինձ ուզում են լռեցնեն, չթողեն ես խոսամ, եթե խնդիր կա, բարձրաձայնում են, իմ հանդեպ ինչ-որ սանկցիաներ են կիրառում, որպեսզի ես չխոսամ։ Այսինքն 4 տարվա մեջ տրանսֆորմացիա ապրեց իշխանությունը։ Եթե 21 թվականին ուրիշ բան էին ասում, ես ոչ թե իշխանությանն էի սատարում, ես ուղղակի ժողովրդավարության ու ազատության կողմն էի։ 4 տարի անց տրանսֆորմացիա եղավ, իրանք նույն մեթոդները կարելի ասած կիրառում են իմ հանդեպ։ Ոնց որ 21 թվականին իմ հանդեպ էլի ստե կիրառում են նույն Քաջարանը։ Ես մի քիչ վիճակագրական իմաստով ասեմ, թե անհրաժեշտությունը ինչու առաջացավ, ամսի 31-ին սկսվեց գործադուլը, ամսի 2-ին ԶՊՄԿ-ն հայտարարություն տարածեց իր էջով, որ արմիությունը անօրինական է ճանաչում գործադուլը, չնայած արմիության բանավոր խոսքին, որ իրանք այդ հայտարարության հետ ընդհանրապես կապ չունեն, անհրաժեշտությունը առաջացավ իրավական հիմքը եւս մեկ անգամ հաստատելու, որ գործադուլը լրիվ օրինական է։ Բնականաբար հիմա իրանք կարող են շատ բան ասել, որ անօրինական է եւ կամ անօրինական չի, միակ մարմինը, որը որ որոշում է, դա բնականաբար դատարանն է։ Բայց մեծ ոգևորություն էր ու ամենակարևորը մարդիկ իրացրեցին մեծ ոգևորությամբ իրանց միավորման իրավունքը։ Սա ուզում եմ հատուկ շեշտադրեմ, միավորման իրավունքը մեծ ոգևորությամբ ու ժողովրդավարական բոլոր սկզբունքներով իրացվեց։ Հանկարծ հետաքրքիր զուգադիպություններ կամ էլ միտումնավոր, որը մեզ հեռացրեցին ամսի 7-ին։ Այդ օրը ոստիկանական զորքերն էին եկել, ավելի նախորդ գիշերը եկան ոստիկանական զորքերը, առավոտը իրանց փոխգնդապետը իմ համար տարօրինակ բան էր, որ փոխգնդապետի բերանով կառավարությունը հնչեցրեց պահանջ, ասեմ, խորհուրդ ասեմ, որ գնացեք աշխատանքի, ձեր բոլոր պահանջները կիրականացնեն։ Դե իմ որոշելուն չէր, ինձ էր փոխանցել, ես փոխանցեցի մարդկանց, մարդիկ դեմ էին։ Ու դե այդ ոստիկանը սենց մի բան ասեց, որ գիտեք, կառավարությունը սատարում է գործադուլավորներին։ Մի ցնցում մարդկանց կողք, բոլորիս կողք ուրախություն, որ կառավարությունը մեր կողքն է։ Այսինքն մենք հաստատ կհասնենք մեր ուզածին։
այդ ցնցումը ուրախությունը տևեց մի 5-4 ժամ, որովհետև արդեն երբ կառավարությունը տեսավ, որ նման խոստում տալուց հետո, այսինքն այդ փոխգնդապետի բերանով հնչեցած խոստումից հետո, մեկա մարդիկ չհամաձայնվան գնան աշխատելու, ասեցին չէ, թող պահանջները կատարեն հետո։ 4 ժամ հետո արդեն իրանց Facebook-յան էջում ԶՊՄԿ-ի հայտարարություն գծվեց, որ մեզ հեռացրել են աշխատանքի։ Ընդհանուր առմամբ ոնց որ թե բանակցային գործընթացը, որ սենց հիմա վերլուծում ենք, կառուցողական էր, հա, տենց ոնց որ տրամադրված, բայց սայլը տեղից չէր շարժվում ու ոնց էր ընթանում, երրորդ արդեն բանակցային բանի ժամանակ, ի սկզբանե իրանք հնչեցնում են իրանց տեսակետը, բանակցությունների հենց սկզբից, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, այսինքն մենք էլի պահանջում ենք, որ դուք գնաք աշխատանքի ու դրանից հետո արդեն նոր սկսվում էր բանակցային փուլը։ Դե մենք էլ այդ հնարավորությունը օգտագործել ենք մեր պահանջները հիմնավոր փաստարկներով ապացուցելու համար, որ վերջի անգամ աշխատավարձը բարձրացվել է 2018 թվականին, բավական երկար ժամանակ է անցել, գնաճ, առողջապահական խնդիրներ, հավելյալ ծախսեր, հավելյալ բեռ, բայց ամեն դեպքում ես հիմա եթե sense հետ հայացքով վերլուծում եմ, կարծում եմ, որ իրանք տրամադրված չէին մեր այդ համաձայնության գալու։ Մենք միջև դատարան դիմել ենք տնօրինությանը մեզ աշխատանքի վերականգնելու եւ ստացել ենք պատասխան, որ եթե ուզում եք վերադառնալ, կարող եք օգտագործել ձեր սահմանադրական իրավունքը եւ դատական կարգով վերադառնալ գործի աշխատանքի եւ բնականաբար մենք օգտվել ենք մեր այդ իրավունքից եւ հիմա դատական process-ը գնում է, առաջին նիստը արդեն կա, շուտով կլինի արդեն երկրորդ նիստը, իսկ մինչ այդ առաջարկել են մեզ նաեւ հաշտության ինչ որ եզր գտնել, այսինքն 12 ամսվա աշխատավարձ տալ եւ որպեսզի մենք հետ վերցնենք մեր հայցերը, բայց մեզ համար բնականաբար սա փողի հարց չի, սա արժանապատվության հարց է, մեզ համար կարևորը լինելու է դատարանի վճիռը։ Գործադուլի ժամանակ ես անընդհատ փորձում եի մարդկանց այդ գաղափարը հասնել, որ պետության չէ։ Դուք միգուցե հարցը տենց ձվակի, իշխանությունը մեր համար այլ է, պետությունը մի այլ բան։ Ներկայիս իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի մեր այդ արդարացի պահանջները չիրականանան։ Պետությունը մեր համար լրիվ այլ բան է, պետության մի մասն էլ մենք ենք, դրա համար ես չեմ պատկերացնում, որ մենք մեր դեմ ենք, չէ։ Ուղղակի իշխանությունը, որը փայ ունի եւ չի կարող ընդունի, որ գիտեք, իր այդ ընկերությունը, որտեղ ինքը փայ ունի, աշխատում է ոչ նորմալ է, այսինքն մարդկային պայմանները չի ապահովում, աշխատանքային այդ պայմանները, ինքը չի կարող դա ընդունի, որովհետեւ դա կլինի հայց ինձ ինքը իր դեմ, այդ պատճառով նա մեջների թույլին է գտել, մեջների թույլն էլ փաստորեն մենք ենք դուրս գալիս եւ ամբողջ բեռը կոտրում է մեր վրա։ Բնականաբար առաջնահերթ պահանջները պետությունից են, որովհետեւ մենք հարկերը վճարում ենք պետությանը եւ պետությունը ունի հստակ պարտավորություններ իր քաղաքացիների նկատմամբ եւ սահմանադրության մեջ ամրագրված է այդ դրույթները, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական եւ սոցիալական պետություն է եւ նաեւ գործադուլի իրավունքն է ամրագրված օրենքներում եւ կուզենայի շեշտադրումը անել հենց այն հանգամանքի վրա, որ տեսչական մարմինները տարին ամենակիչը 2 անգամ ստուգումներ են իրականացնում եւ այդ հարցով վարչապետի հետ հանդիպման ժամանակ հենց անմիջապես ես հարցադրում արել եմ։ Հիմա ինչպես կարող ենք մենք դա դիտարկել։ Եթե տեսչական մարմինները գալիս են ստուգումները իրականացնում են եւ ամեն ինչ ոնց որ թե նորմալ է թղթերով, բայց պետքա դա հանրայնացվի, էլի մենք էլ հասկանանք, եթե նորմալ է, հասկանանք, որ այդ է ձևը, եթե նորմալ չի, դրանից բխող հետևանքներ գոյություն ունի, մինչ այժմ պատասխանը չենք ստացել, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ Շավարշը նույն հարցը բարձրաձայնել է, հիմա սպասում ենք իհարկե պատասխանի եւ սպասում ենք պետական այդ հսկայական ապարատի գործունեությանը։ Բնականաբար օրենքով սահմանված կարգով օգտագործելու ենք ձեռքի տակ եղած բոլոր գործիքակազմը։ Լինի թե բողոքի ակցիան, թե հանրային ճնշումը եւ իրավական ճանապարհը եւ նաեւ միջազգային գործընկերների ճնշումը։ Պայքարը ես ոնց տեսնում եմ եւ գնահատում եմ երկարատև պայքարը լինելու, մենք է պատրաստվում ենք երկարատև պայքարին, այսինքն միջև վերջ գնալ էլի, ընդհուպ միջև մարդու իրավունքների եվրոպական դատարան։